Սիրելի երևանցիներ, սիրելի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն հողակի աշխատակիցներ, ամփոփելով 2025 թվականը չեմ կարող չկրկնել նույն բառակապակցությունը։ 2025 թվականին էր մեր աշխատանքները աննախադեպ, որտեղ յուրաքանչյուր տարի այս բառը օգտագործելիս մենք գերազանցած ենք լինում մեր նախորդ տարվա ցուցանիշները։ Սիրելիներս, 2025 թվականին կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն հողակը սկսել է նախադեպը չունեցող ձմեռային տունկով։ Փետրվար ամսին մշտադալար ասեղնավոր ծառատեսակների տունկով, որը ավարտեց դեկտեմբեր ամսին նմանատիպ տունկով։ Երևան քաղաքում էտվել է շուրջ 20,000 ծառ։ Երևանի 123 հանրակրթական դպրոցներում իրականացվել է տասնամյակներով չիրականացված բակային հատվածների սանիտարական էդի, ձևավորման և դենդրոպաթոլոգիական աշխատանքներ։ Երևան քաղաքում հիմնվել են մուտքերի մոտ, ինչպես խոստացել էինք, նոր ուրբան անտառներ, որոնցից է Աշտարակի մուտքը դեպի Երևան, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցի և Դավիթ Բեկ փողոցների լանջերին հարող շուրջ 7 հեկտարը, Դավիթաշեն վարչական շրջանի շուրջ 1 հեկտար, Նոր Քմարաշ վարչական շրջանում շուրջ կես հեկտար բոլորովին նոր կանաչ տնկարկներ, որոնք երբևիցե կանաչ չեն եղել։ Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի մենք վերականգնենք սովետական տարիներին ունեցած մեր կանաչ ֆոնդը, որը որոշ տեղերում վերականգնել այլևս հնարավոր չի եղել, պայմանավորված զուտ այն պատճառով, որ այդ հողատարածքները այլևս շինարարության տակ են եղել կամ շենքեր են կառուցված եղել։ Ուստի մենք փնտրել և գտել ենք տարբեր հողատարածքներ, դրանք կանաչապատելու և կոմպենսացնելու այն վնասը, ինչը օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված 90-ական թվականների տնտեսական, էներգետիկ ճգնաժամի պայմաններում հասցված Երևանի կանաչ ֆոնդին։ Եվ այսօր ես կարող եմ ասել հպարտորեն, մենք բոլորս կարող ենք ասել, որ Երևան քաղաքը այլևս վերականգնել է Սովետական Միության կանաչ ֆոնդի տարածքները։ Սովետական Միության լավագույն ժամանակահատվածում հաշվարկված է եղել հանրային օգտագործման կանաչ տարածքները 908 հեկտար։ Ունենալով 2020-21 թվականի տվյալները, որը կազմում է շուրջ 850 հեկտար, մենք դրան արդեն իսկ ավելացրել ենք ևս 60 հեկտար, հետևաբար հանրային օգտագործման կանաչ տարածքները հասել են 910 հեկտարի Երևան քաղաքում, որով հաղթահարել կամ հասել ենք Սովետական Միության ամենալավագույն ժամանակներին։ Դա արդյունք է ձեր տիտանական աշխատանքին, դա արդյունք է մեր կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի գերլարված աշխատանքին։ Այս տարի Երևան քաղաքում անցկացվել է 35 կիլոմետր ոռոգման համակարգ։ Միայն պատկերացնել է պետք, եթե մնացածը չասեմ, 35 կիլոմետր խրամուղի է փորվել այդ ոռոգման համակարգերը անցկացնելու համար։ Երևան քաղաքում տնկվել է հասուն կայացած 4500 ծառ։ Երևան քաղաքում տնկվել է շուրջ 50,000 թուփ, որից միայն 35,000-ը մշտադալար թփատեսակներ, կապված մեր վարած քաղաքականության հետ ձմեռային ժամանակահատվածում ավելացնելու գործող կանաչ ֆոնդի տեսակարգշիռը այն է մշտադալարների քանակությունը Երևան քաղաքում։ Սիրելի համաքաղաքացիներ, սիրելի մեր կազմակերպության աշխատակիցներ, մենք այս տեմպերով ես վստահ եմ, որ հաղթահարելու ենք հետագա առաջիկա 2 տարիներին առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարած մինիմալ շեմը։ Սա է մեր ամենաբարձրագույն նշաձողը,
որը մենք հայտարարել ենք եւ որի հաղթահարելուց հետո Երևանը կճանաչվի էկոլոգիական առումով մարդկանց համար շատ բարենպաստ ապրելու պայմաններ ունեցող քաղաք։ Սիրելի երևանցիներ, այսօր ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք ամանորը եւ ծննդյան տոները, ցանկանալ մեր երկրին խաղաղություն, բոլորիդ ընտանիքներում սեր, նորանոր ձեռքբերումներ եւ առողջություն։ Թող 2026 թվականը լինի բոլորիդ համար նորանոր ձեռքբերումների եւ նորանոր նշաձողերի հաղթահարման տարի։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։